Աստվածաշնչյան ընթերցանություն Ամեն առավոտ Չարլզ Սպերջեն Հոկտեմբերի 1 Բոլոր հաճելի պտուղներից, թե նոր թե հին, քեզ համար պահել եմ, ով իմ սիրեցյալ։ Երգերքոց 7:13 Հարսնացուն ցանկանում է Հիսուսին տալ իր աճեցրած պտուղները։ Մեր սրտերի մառաններում կան ամեն տեսակի հաճելի պտուղներից, թե նոր թե հին, որոնք մենք պահել ենք մեր սիրեցյալի համար։ Այս բերքառատ տարում հայաց գցենք այն ամենի վրա, ինչ մենք հավաքել ենք։ Բացի հներից մենք ունենք նաև նոր պտուղներ։ Մենք ձգտում ենք նոր կյանքի, նոր ուրախության, Աստծո հանդեպ նոր երախտագիտության։ Մենք նոր որոշումներ կայացնելու և իրագործելու շեմին ենք։ Մեր սրտերում ծնվում են նոր աղոթքներ, մեր հոգիները պատրաստվում են նոր ջանքերի։ Սակայն մենք ունենք նաև հին պտուղներ։ Դրանցից մեկն առաջին սերն է, ընտիր պտուղ, որն ուրախացնում է Հիսուսի սիրտը։ Մյուս պտուղը մեր առաջին հավատն է, այն պարզ հավատը, որի միջոցով, չունենալով ոչինչ, մենք ունեցանք ամեն ինչ։ Եվս մեկ պտուղ է մեր առաջին ուրախությունը, երբ մենք եկանք Տիրոջը ճանաչելուն։ Եկեք վերականգնենք այն։ Մենք պահել ենք Աստծո խոստումների մասին հիշողությունները, ինչպիսի հավատարմություն է ցուցաբերել Տերը մեր հանդեպ, ինչ քնքշությամբ մեր հիվանդության ժամանակ հարդարել է մեր անկողինը, ինչ հոգատարությամբ է խորը ջրերում պահպանել մեզ նավարկության ժամանակ, ինչպիսի ողորմածությամբ է պահել մեզ բոց կլտող հնոցում։ Սրանք հիրավի հին պտուղներն են, մենք շատ ունենք դրանցից, քանի որ նրա ողորմություններն ավելի են եղել, քան մեր գլխի մազերն են։ Իհարկե մենք զղջում ենք հին մեղքերի համար, բայց դրանցից հետո մենք ունեցել ենք ապաշխարություններ, որոնց մեզ դրդել է Աստված։ Շատ ժամանակ արտասված աչքերով տարել են գահի մոտ, որտեղ մենք գիտակցել ենք նրա արյան արժեքը։ Այս առավոտ մենք ունենք թե նոր, թե հին պտուղներ, բայց գլխավորն այն է, որ մենք դրանք պահում ենք Հիսուսի համար։ Անվիճելիորեն Աստծո համար ամենալավ և ամենաընդունելի պտուղները նրանք են, որոնցում փառավորվում է միայն Հիսուսը, իսկ մեր վաստակածը բոլորովին բացակայում է։ Թող այդ պտուղները բաժին հասնեն միայն մեր սիրելիին։ Եկեք դրանք ցույց տանք նրան, երբ նա հայտնվի թաքցնելով շրջապատի նախանձոտ հայացքներից։ Տեր, մենք կփակենք այգու դռնակը, որպեսզի ոչ ոք չմտնի այգի ու չտանի նույնիսկ մեկ պտուղ այն հորից, որը ջրվել է քո արյունով։ Այն ամենն, ինչ մենք ունենք, քոնն է միայն, քոնը, ով սիրելի Տեր և Փրկիչ։